Չէ, ոչ, այս բանով հանձնել։ Այս պահին ազգային ժողովի ընդունարան կհանձնենք 107 հատ նամակ։ 107 նամակը հասցեագրված է ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներին, առանց նշելու նրանց խմբակցության անվանումը, առանց նշելու նրանց սեռը, առանց նշելու նրանց տարիքը, նրանց հեսա մի օրին պատգամավոր Ալեն Սիմոնյանի, նույնիսկ զբաղեցրած պաշտոնները ազգային ժողովում մենք հիմա չենք կարևորում։ Մենակ անուն ազգանուններն, հայրանունները։ Ու այս գրությունները ունեն նույն բովանդակությունը։ Վերնագրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին, ներկայացված է այդ անվստահություն հայտնելու հիմնավորումները։ Ասենք օրինակ, համաձայն Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասի ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, այսինքն որ դա ձեր պարտականությունն է։ Համաձայն Սահմանադրության 94-րդ հոդվածի դուք որպես պատգամավոր ներկայացնում եք ողջ ժողովրդին, կաշկանդված չեք հրամայական մանդատով, որոշումներ կայացնում եք ձեր սեփական խղճով եւ այսինքն անկախ կուսակցական պատկանելությունից սեփական որոշումները պիտի կայացնեք։ Համաձայն Սահմանադրության 146-րդ հոդվածի կառավարությունը այն մարմինն է, որը իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը ըստ ծրագրի։ Կառավարությունը 2021 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ հաստատել է իր ծրագիրը, որը արժանացել է հավանության։ Այդ ծրագիրը չի կատարվում, հետեւաբար համաձայն Սահմանադրության 115-րդ հոդվածի դուք պիտի կառավարության անվստահություն։ Պարզ մեր երկրի սահմանադրական կարգի հիմունքներին վերաբերող Սահմանադրությանը հղումներ անելով բովանդակությամբ նամակ է։ Եվ որպես իրանց գործը հեշտացնենք, կցել ենք նաև ազգային ժողովի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին, թողնելով միայն բաց տեղ վարչապետի տեխնացուի անուն, նկատի ունենալով, որ նախաձեռնության հեղինակ պատգամավորները դա իրենց իրավունքն է առաջադրել վարչապետի տեխնացուն։ Եվ ակնկալում ենք, որ 10-օրյա ժամկետում իրանք քննության կառնեն եւ դրանից բխող որոշումներ կկայացնեն, այսինքն կսկսեն անվստահության գործընթաց, կամ մեկը չի սկսի, կամ մեկը կսկսի, մյուսը կմիանա նրան նախադասի, այսինքն մենք այս 10 օրը միասին կհետևենք, թե այս զարգացումները ինչպես են ընթանալու։ Ուրեմն ընդդիմության ձայների քանակը սես թենես բավարար չէ։ Սա շատ ես լսել եմ այդ հարցադրումը, ես կարծում եմ դուք հանրային ձայն եք բարձրացնում, էլ ուրիշն են։ Ուրեմն եթե կառավարությունը, իշխանությունը, ազգային ժողովը մեծամասնություն ուժ չլներ, կառավարություն չէր ձևավորվում, այսինքն ցանկացած դեպքում կառավարությունը ձևավորվում է, եթե խորհրդանում մեծամասնություն կա։ Եթե այդ տեսանկյունից նայենք, ուրեմն այդ անվստահության ինստիտուտը Սահմանադրությունը չնախատեսեր։ Բայց դա նախատեսված է, այսինքն պիտի ՔՊ-ից պատգամավորներ անպայման։ Ստե կապ չունի որ խմբակցություն, իսկ չգիտենք Հայաստան խմբակցությունից կարող է մարդկա չի ուզում, չէ՞, դեպք ա եղել, օրինակ պատիվ ունեմ խմբակցությունից, մարդը խմբակցությունից տարբերվող դիրքորոշումներից դուրս է եկել խմբակցություն, Իշխան Զաքարյան։ Հայաստան խմբակցությունից դուրս է եկել պատգամավորը, մնացել Գեգամ Նազարյան, չէ՞։ Պատգամավորներ կա, որ իրենք մանդատն են վայր դրել գնացել։ Հիմա այստեղ պատգամավորի անհատական վարքագծի ինստիտուտ է գործում։ Եվ այո, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները նրանք ոչ թե երթվյալներ են, չգիտեմ, սեկտ են, չգիտեմ, ուղեղները լվացած մարդիկ են, այլ յուրաքանչյուրը առանձին անհատ պատգամավոր է։ Եվ այո, իրանք պիտի իրանց կառավարությունից պահանջեն, որ կառավարությունը իրենց ծրագիրը կատարի, որտեղ կառավարության ծրագիրը հիմնված է ՔՊ-ի նախընտրական ծրագրի վրա։ Եվ իրանք պիտի իրանց կառավարությունից պահանջեն, ասել մենք ժողովրդին բան ենք խոստացել։ Այդ խոստումները կառավարության ծրագրում արտացոլված է։ Դուք որպես գործադիր իշխանություն դուք պիտի դա ապահովեք։ Ինչի՞ չեք կատարում։ Մենք ժողովրդին ինչ պատասխան ենք տալու։ Դուք մտածում եք այո, չէ, ոչ թե դուք գիտեք ինչ, ոնց որ ասում եք, պատգամավոր իր պարտականություն կատարել անիրատեսակ։ Այդ իմաստով որ նայես պիտի ազգային ժողովում ոչ մի օրենքի նախագիծ, որևէ պատգամավոր չհեղինակի։ Ինչ։ ՔՊ-ն կարա Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնի, ընտրի այլ վարչապետ։ Այն վարչապետին, ով որ իրենց նախընտրական խոստումներով ձևավորված ծրագիրը կյանքի կոչի, որովհետև իրանց իշխանության գալու նպատակը խո վայելքները չեն։ Ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները կատարելն է։ Այսինքն եթե ՔՊ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ընտրի օրինակ Սուրեն Պապիկյանին, օրինակ, կամ ինչ որ մեկին դա նորմալ է։ Դա ավելի նորմալ է, քան եթե Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ։ Եթե թիմից ոչինչ չի փոխվում, ծրագիրը, գաղափարախոսությունը եւ քաղաքականությունը։ Իրանք ամեն դեպքում ինչ որոշում էլ որ կայացնեն, պետք է տան այդ որոշմանը խելամիտ հիմնավորումներ։ Այսինքն եթե օրինակ ձեր ասած տեխնացուի պարագայում կարծում եմ որ անտրամաբանական է, որովհետև դուք ասեցիք մի ուրիշ տեխնացույանի, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում նախարարի պաշտոն է զբաղեցնում, իսկ կառավարությունը կոլեգիալ մարմին է,
Եվ այնտեղ բոլորը ունեն մեկ ձայնի իրավունք, այսինքն եթե Սուրեն Պապիկյանը նույնպես պատասխանատու է այն բանի համար, որ այս ծրագիրը չի կատարվել։ Ինչ տարբերություն ինքը նախարարի կամ բա համանadrությամբ տենց է, այդ վարչապետի հրաժարականը ենթադրում է կառավարության հրաժարական։ Ամբողջ կազմով։ Ես կպատասխանեմ, մի անհանգստացեք։ Հարցն այն է, որ օրինակ ընդդիմադիր Հայաստան խմբակցության ներկայացուցիչներն ասում են, եթե պատիվ ունեմ բերի, պատրաստ ենք։ Հիմա հարցն այն է, որ ընդդիմություն դեմ չի։ Եվ նախորդ անգամներ էլ այս նախաձեռնությունը ըստ էության կյանքի չի կոչվել, հենց որովհետև ԿՊ-ից որևէ պատգամավոր չի միացել։ Հիմա ձեր մտածում եք, որ որևէ մեկ թիմից դուրս կգա Նիկոլ Փաշինյանի գլխի վրայով ներողություն արտահայտությունից կանցնի եւ դուք բանաձևումներ եք տալի, որը մեր սահմանադրության, օրենսդրության հետ բացարձակապես կապ չունի։ Հիմա դուք ասում եք, գիտեք ինչ, բերեք մեր սահմանադրությունը, օրենքները թողնենք, ոչ ֆորմալ, հանցավոր, ներքին պայմանավորվածությունների տրամաբանությամբ մեր հասարակական կյանքը կառավարենք։ Ես ասում եմ, չէ։ Մենք չենք ուզում, որ մեր երկրում լավ սահմանադրություն ընդունվի, սահմանադրությունը ենթադրենք փոփոխվի, որ մենք դրանով ապրենք, չէ՞։ Հիմա մենք սահմանադրական կարգավորումները թողել ենք։ Դուք բաներ եք ներկայացնում, որոնք այդ ձեր ասածը ոչ մի տեսնեք, օրինակ դուք ասում եք, ես ձեր մեջ բերումն եմ ասում, դուք ասում եք Հայաստան խմբակցության падգամավորներն ասում են, եթե պատիվ ունեմ խմբակցությունը բերի, մենք դրան կողմ կգանք։ Իսկ եթե ասեք պատիվ ունեմ խմբակցությունից ոչ մի падգամավոր չի նախաձեռնում, իրենք որպես падգամավոր նորմալ են համարում, որ շարունակի պաշտոնավարել մի կառավարություն, որ իր ծրագիրը չի կատարում։ Դա ամեն падգամավորի անձնական պատասխանատվության հարցն է։ Երկից առաջարկում եք սկսել գործընթաց։ Դա ձախողման է յանում։ Պարզա, որ այստեղ տասնյակից ավել պետք է падգամավորներն նախագիծը քննարկելու համար, որ նախագիծը քննարկվի, որ ներկայացվի ազգային ժողովին, այո։ Այդտեղ պետք է իշխանական ձայներ։ Հետո արդեն եթե հասնի ընտրության փուլին, այդտեղ արդեն 10-ից ավելի քպական է։ Այդ ձախողման հնարավորությունն է։ Ձախողման ռիսկերը ըստ էության զրոյական են, որովհետև այս գործընթացը իմ կարծիքով ով որ նախաձեռնի падգամավորներից, պետք է դե պարզա, չէ, դա արվում է իրականություն դարձնելու համար։ Իրականությունը պահանջում է, որ ոչ թե 36 ստորագրությամբ հանձնել ազգային ժողովի նախագահին դնել քվեարկության, այլ առնվազն 36 ձայնով։ Եթե նպատակը դրա ընդունվելն է, ես կարծում եմ, որ խելամիտ կլինեն այն հեղինակները, ովքեր առնվազն 60 ստորագրություն կունենան նախաձեռնությանը միացած նոր հանձնեն ազգային ժողովի նախագահին։ Այսինքն եթե ԿՊ-ից падգամավորներ այլ խմբակցությունից պիտի միանան, պետք է ակնկալել, որ նրանք ոչ թե քվեարկության փուլում պետք է միանան, այլ այս փուլում, այսինքն որովհետև եթե ընդամենը 36 падգամավոր ստորագրած լինի, եթե վստահ չես, որ դա հանձնելու իմաստը որն է, մեկը հանձնես չի հանձնի, չէ՞։ Հիմա ազգային ժողովի կանոնակարգը դեն սահմանափակումներ չի դնում ժամկետային, թե երբ դու հանձնես, իսկ նախաձեռնության հեղինակ ինքն է կառավարում process-ը։ Ինքը կարող ունենա ենթադրենք ոչ թե 36, այլ 40 ստորագրություն, բայց դեռևս չհանձնի ազգային ժողովի նախագահին։ Ես կարող եմ ընթացակարգային հարց, պարոն Ղազարյան։ Հա, իհարկե, խնդրեմ։ Հիմա ակնկալում եք, որ այս նամակները ստանալուց հետո ոչ թե կոնկրետ ֆրակցիա, այլ որևէ падգամավոր պատրաստի ազգային ժողովի որոշման նախագիծ։ Մենք իրան տրամադրում ենք այդ նախագիծը։ Մնում է ստորագրի դնի շրջանառության մեջ։ Դե իրան մնում է ավելացնել միայն վարչապետի նախագիծն է։ Նախագիծը եւ հիմնավորում, այն ինչ որ սահմանադրություն, իրանց գործը հեշտացրել ենք մենք։ Այսինքն այս գործընթացը պահանջում ազգային ժողովի կարող եմ ձեզ տրամադրել։ Հա, սիրով կտրամադրեմ։ Պարոն Ղազարյան, կարող եք մեկ-երկու падգամավորի անուն նշել քպական, որ ձեր կարծիքով, ձեր գնահատմամբ պատրաստ է եւ կարող են միանալ։ Ես դա կարող եմ ասել դες 10 օր հետո, այսինքն 10 օր հետո կախված դրանից թե մենք ինչ արձագանքներ կունենանք, ես ձեզ խոստանում եմ, նամակ իմ անունով է գրած, ու որ падգամավորից ինչ արձագանք որ ունենանք, մենք հանրությանը անպայման ձեր միջոցով թե ասենք կասենք, այսքան падգամավոր անարձագանք են թողել, այս ինչը մեզ պատասխանել է, այս ինչ բովանդակությամբ գրություն, այս մի падգամավորը սկսել է անվստահության գործը, այսինքն այն ինչ որ լինի, մենք բոլորս անպայման կիմանանք դա բաց է լինելու, ոչ մի բան չի պահվելու։ Պարոն Ղազարյան, նամակը դուք պատրաստել եք, բայց դա պետք է падգամավորի որոշման նախագիծը պետք է ֆրակցիայի անունից լինի։ Չէ, падգամավորի։ Հենց այդ սա այն դեպքն է։ Այստեղ խմբակցություն
ազգային ժողովի այս դեպքում գոյություն չունի, դե падգամավոր։ Մեկ падգամավոր կարա սկսի։ Ասենք օրինակ, եթե ես հիմա ազգային ժողովի падգամավորն եմ, ամենայն անկեղծությամբ եմ ասում, ես էլ կգրեի վարչապետի անուն իմ համար նախընտրելի, ով որ իմ կարծիքով այս պահին ճիշտ կլներ, որ փոխարիներ Նիկոլ Փաշինյանին, նրա անունը կգրեի որպես վարչապետի տեխնացու եւ կմեկնարկեի գործընթաց։ Իդեպ ասեմ, ստե վարչապետի անվանումը այդքան կարեւոր չի հաջորդ վարչապետի, որովհետեւ այս գործընթացը չի կոչվում այսինչանին վարչապետ ընտրելու գործընթաց։ Էսի կոչումը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ուղղակի համանadrության պահանջն է, որ Պանորամայի մի արգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք ուղիղ կապ ենք ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մուտքի դիմացից, որտեղ արթուն եմ նախաձեռնությունը անհատական նամակներ է պատրաստել ազգային ժողովի падգամավորների համար Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու առաջարկով։ Նամակին կցված է նաև իմպիչմենթի նախագիծը անհատական բոլոր падգամավորների համար։ Որ ոչ մի անօրինական պահանջ չունենք, ոչ մի լրացուցիչ պահանջ չունենք, ոչ մի նոր մտահաղացում չունենք, քան այն ինչ որ գրած է մեր երկրի սահմանադրությամբ։ Օրինակ ինչ որ դուք ասեք, որ փողոցային պահանջ ճնշում, բան, սահմանադրության մեջ ոչ միտեղ գրած չի։ Այսինքն ոչ միտեղ գրած չի, որ վարչապետին անվստահություն հայտնելու համար պետք է փողոցում լինի մեծ թվով մարդիկ, որոնք շրջափակեն ազգային ժողովի շետից պահանջ գրած չի։ Այսինքն ազգային ժողովի падգամավորները դա պիտի անեն առանց որևէ մեկի եթե սեփական կամքով դժվար անեն։ Ինչ որ բան նախաձեռնելու նպատակով։ Չէ, հիմա լսեք։ 4 տարի չեն արել, հիմա դժվար անեն, էլի։ Այնե հատկապես ԿՊԱ-ականները։ Չէ, Նարեկ Մալյանը օրինակ ասում է, որ փողոցային պայքարը պետք է զուգահեռ լինի, եւ փոխկապակցված է միմյանց։ Նարեկ Մալյանի ասածը տրամաբանական է այն իմաստով, որ եթե, նայեք, ինչով է, դա տրամաբանություն, այսինքն այս պահին տեսեք այսօր օրինակ մենք այս նամակները հանձնելու ես, բացի լրատվամիջոցներից որևէ մեկի չեն հրավիրել, այսինքն պիկետ չեն կազմակերպեցու, որտեղ դրա կարիքը չկա, մարդկանց անհանգստացնելու կարիք չկա։ Հիմա մենք ընդամենը նամակ ենք հանձնում, դրա համար պետք չի որ այստեղ 1000 մարդ կանգնի, տենա դե մենք ոնց ենք նամակ հանձնում։ Հիմա եթե պարզվի, որ ազգային ժողովի падգամավորներ, անկախ դրանից որ խմբակցության, այս գործընթացը չեն անում, այդ ժամանակ մենք ինքներս կդիմենք հանրությանը, կասենք սիրելի ժողովուրդ, մենք որպես ժողովուրդ այս իշխանության տերն ենք։ Հիմա ունենք հանրային ծառայողներ, որոնք իրենց պարտականությունները չեն ուզում կատարեն, բերեք հավաքվենք, այս մարդկանց խնդրենք, որպեսզի իրենք իրենց պարտականությունը կատարեն։ Եվ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կունենան այդ քաղաքացիական գիտակցումը, որոնք ոչ թե հաշտվում են իրողությունների հետ, որ իրանք ԿՊ են, իրանք ինչ ուզեն էդ էլ կանեն, իրանք նվիրված են Նիկոլ Փաշինյանին։ Այդ ձևակերպումները մեր սահմանադրության մեջ չկա, հակառակ մեր սահմանադրությամբ ասում է, որ Նիկոլ Փաշինյանն է որպես վարչապետ հաշվետու ազգային ժողովին, Նիկոլ Փաշինյանն է որպես վարչապետ պարտավոր կառավարության ծրագիրը կյանքի, այսինքն մեր բոլոր պահանջները միայն օրինական սահմանադրական։ Հիմա մենք այն պահի Նարեկ Մալյանի ասածը իմ ասածին չի հակասում։ Եթե մեր падգամավորները ոնց որ սահմանադրության 94 հոդվածը առանց կաշկանդվածության, սեփական խղճով, համոզմունքներով, սեփական գիտակցությամբ կկարդան կառավարության ծրագիրը, կլսեն վարչապետի հայտարարությունները, կհամադրեն, կտեսնեն, որ դրանք շեղված են եւ նախաձեռնություն կցաբերեն վարչապետին անվստահություն հայտնելու համար, այդ որոշումը կկայացվի առանց հանրային աջակցության։ Եթե պարզվի, որ դրա համար պետք է հանրային աջակցություն, ապա ես կարծում եմ, որ մենք էլ կոչով հանդես կգանք, որպեսզի մեր պես մտածող մարդիկ, ովքեր մեր ցանկացած падգամավորից իր պարտականությունը կատարելու ակնկալիք ունեն, հավաքվեն եւ իրենց մտադրության մասին հայտնեն, ոնց որ այսօր ես մենակ եմ եկել իմ ընկերների հետ, փոքր խմբով դա հայտնելու, կարող գանք նաեւ մեծ խմբով։ Դրա ասած տրամաբանական կապը հասկանանք, ձեր եւ Նարեկ Մալյանի ասածին։ Հիմա եթե Նարեկ Մալյանն ասում է, որ պետք է փողոցային ճնշում լինի, որպեսզի նաեւ ԿՊԱ-ականները գան Փաշինյանին անվստահություն հայտնելու դաշտ, համաձայնեն կողմ քվեարկել, ճիշտ եմ ասում։ Հիմա եթե դուք ասում եք, որ եկեք փող նախաձեռնեն, հետո փողոցային ճնշումը կլինի։ Հիմա փողոցային ճնշումը պետք է լինի նախաձեռնեն, թե նախաձեռնեն ու մեկ էլ պարզվի, որ չեն անում։ Այդ մարդիկ ինքնուրույն չեն եկել այդ դաշտ, չեն ուզում քվեարկել, ինչ է կանել։ Նարեկ Մալյանը իր ճեպազրույցում ասել է, չէ, որ մենք 10 օրյա խելամիտ ժամկետ ենք նախատեսել, որ падգամավորներն այդ որոշումը կայացնեն։ Որոշումը կայացեցին, նախաձեռնեցին։ Դուք պետք է սպասեք ԿՊ-ի դիրքորոշում, օրինակ ինքը պատասխան է կողմ քվեարկել թե ոչ, նոր որոշեք փողոցային ճնշումը բանացնել։ Դուք հիմա ներկայացնում եք հիպոթետիկ վիճակներ եւ ուզում եք, որ ես ձեր
տրամաբանությամբ ձևավորված հիպոթետիկ իրավիճակում կոնկրետ գործողության պլան տամ, գնահատական տամ։ Ես կարող եմ գրած գալ, որ ԿՊ-ից ոչ մեկը կողմ չի քվեարկել, առանց որևէ այլ հանգամանքների ներգործության, օրինակ։ Չէ, ես ճիշտ ասած այդ գործում ձեզ հետ գրած չեմ։ Ես դες հարցնվեց ես որպես մեկը կքվեարկի չասած։ Հիմա լսեք։ Այդ որ ասում եք ԿՊ, ՄՊ, չէ, դուք արդեն տարակ ընդհանուր դա։ Ես ասում եմ, կա падգամավոր։ Անհատ падգամավոր, որը նայ ասեք ինձ հարազատ մարդ ասեմ, էլի որ ասեմ, իմ համակուրսեցի։ Չէ, ինձ հարազատ Ալխազ Ղազարյանն։ Շատ լավ։ Իմ համակուրսեցի Ալխազ Ղազարյան։ Հիմա մենք առիթ լնելուց պետք է Ալխազ Ղազարյանին ասենք, որ սիրելի Ալխազ, քեզ հրեշտակները չեն բերել մեր իրականություն, չէ՞։ Դու падգամավոր ես դարձել, որովհետև մարդիկ, քաղաքացիները կողմ են քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, չէ՞։ Այդ կուրսի քեֆին դուք իրան ասացիք համարային Մենք կուրսով քեֆ չենք արել։ Դուք չեք թողնում, ես հարցերը պատասխան։ Հիմա նկարեք հետ վերադարձնեք, հա, կարելի է։ Այդեք դուք տան։ Ասեք, լսում եմ ձեզ։ Ասում եմ Ալխազ Ղազարյանը հենց ինքն է հայտարարել, որ բացառում է, որ ՀԿՄ-ից որևէ մեկը այդ եւ ինքը կմիանա այս գործը։ Շատ լավ, հիմա Ալխազ Ղազարյանը հավանաբար չի կարդացել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այն գրությունը, որտեղ որ մենք հիմա հասցեագրել ենք նաև Ալխազ Ղազարյանին, հիշատակված են սահմանադրության բոլոր այն հոդվածները, որոնք ենթադրում են Ալխազ Ղազարյանի որպես падգամավորի անհատական պատասխան։ Ալխազ Ղազարյանը հանրային ծառայող է հանրային ծառայության մասին օրենքով։ Նա զբաղեցնում է պետական պաշտոն եւ պարտավոր է կատարել իր պաշտոնի սխող գործողությունները։ Եվ ինքը չի կարող ասել, ես հրաժարվում եմ իմ պաշտոնական պարտականությունները կատարելուց, բայց ստանում եմ 1 միլիոն դրամ աշխատավարձ, իմ համար ապրում եմ բարեկեցիկ, ինքը պարտավոր է։ Հիմա եթե Ալխազ Փաշինյանին հեռացնելու կողմ Ինքը որպես հիմա այդ նամակում գրած է ինքը ինչա պարտավոր։ Ինքը պարտավոր է վերահսկել կառավարության գործունեությունը։ Ինքը պարտավոր է ապահովել, որ կառավարությունը իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը իրականացնի իր կողմից որպես падգամավորի հավանության արժանացած կառավարության ծրագրի հիման վրա։ Եվ եթե կառավարությունը ծրագիրը վերահսկումը հարցը պատասխանին գալիս է, ինչպես մյուս ընդդիմադիրները այդ իրենք հարց են տալիս։ Ես իր հետ չեմ խոսել, ես լսել եմ միայն հրապարակային։ Չէ, ես պայմանական օրինակ բերեցի, ասի որ անձնապես ճանաչում եմ, դրա համար եմ ասում։ Սա վերաբերում է, ես խնդրում եմ ձեզ ուշադիր եղեք։ 107 падգամավորներին առանց բացառ։ Սա դա նամակի օրինակն է։ Ստեղ նշված չի իրանց խմբակցության պատկանելությունը, ստեղ խմբած չի, ասենք, պարոն կամ տիկին, ստեղ գրված չի, ասենք իրանց զբաղեցրած, օրինակ Ալեն Սիմոնյանին մենք չենք գրում որպես ազգային ժողովի նախագահ, գրում ենք որպես ազգային ժողովի падգամավորի, մեկը հանձնաժողովի նախագահ։ Մեզ համար այստեղ կարևոր է 107 падգամավորի, հիմա պիտի 107 падգամավորներից ցանկացած մեկն ասի, որ կառավարության գործունեությունը համապատասխանում է իր ծրագրին։ Կամ ինքը անվստահություն է ցուցաբերում։ Impeachment-ի գործընթացի հետ կապված կոնկրետ օրինակ ազգային ժողովի նախագահ չեք դիմում, որպես արժանախագահ։ Այդ падգամավոր, ինքը նաև падգամավոր է, այո։ Ձեր գործունեությունը, ձեր հայտարարությունները ընդդիմադիր падգամավորներին կոնկրետ թիրախավորված են։ Հիմա այս գործընթացը սկսելուց հետո դուք պատրաստվում եք նաև հատ առ հատ անուն առ անուն անդրադառնալ իշխանական այն падգամավորներին, ովքեր չեն միանալու impeachment-ի։ Անպայման։ Մենք նախ ես համաձայն չեմ ձեր դիտարկմանը, որ ընդդիմադիր падգամավորները մեր կողմից թիրախավորված են։ Նկատում եմ, օրինակ ասում եք ինչի impeachment-ի գործընթաց չի սկսել, չէ՞։ Ասեմ ձեզ, չէ, ոչ թե իրանք թիրախավորված են, այլ իրենցից, որ գործընթացը իրենք սկսեն, մեր լեգիտիմ ակնկալիքներն ավելի մեծ են։ Դա էլ պայմանավորված է ընդդիմադիր падգամավորների սկսած impeachment-ը կարող է արդյունք ունենալ։ Օրինակ այդ impeachment-ով Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հեռացնել իշխանության։ Որպեսզի ձեր հարցին պատասխանեմ, մի ուրիշ օրինակ բերեմ։ Վերջերս Հայաստան խմբակցության падգամավորները հայտարարեցին, որ իրանք նախաձեռնում են հայոց ցեղասպանությունը քրեականացնելու օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելու հարց։ Այդ օրենքի նախագիծը որպեսզի ընդունվի, պետք է ճիշտ այնքան կողմձայն 54, որքան անվստահություն հայտնելու համար։ Հիմա հարց, իրանք խոսել են ԿՊ-ի падգամավորների հետ։ Իրանք ունեն արդյոք ԿՊ-ի падգամավորներից 20 հոգու հավաստիացում, որ նրանք կողմ են քվեարկել։ Եթե չունեն, ինչ իմաստ ունի, որ նրանք հանդես գան օրենսդրական։ Այդպես որոնի հարց առաջանում, բայց падգամավորելու իմաստը ո՞րն է, եթե իրանք ցանկացած նախաձեռնում, չէ։ Հետևաբար եթե չեն կարողանում անգամ մի նախագիծ անցկացնել ցեղասպանության հետ կապված, բա impeachment ո՞նց են նախաձեռնելու։ Վայ ջան,
ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ, բայց պիտի խնդրեմ թույլ տաք եսի մտքերը ավարտեմ, էլի։ Շատ լավ, բայց ես մեկն էլ պատասխանեմ։ Անպայման կպատասխանեմ։ Հիմա այդ տեսանկյունից որ նայես, ոչ մի նախաձեռնություն իմաստ չունի, բայց իմ կարծիքով բոլոր նախաձեռնություններն էլ իմաստ ունեն։ Այսինքն ոչ թե պետքա հաշտվել այս իրողության հետ, ասել իրանք այդպիսին են, իրանք այդպես են, իրանք տենց կանեն, ոչ։ Իրանք սովորական падգամավոր են հանրային ծառայող, որ պարտավոր են իրենց պարտականությունները կատարել։ Եվ մենք որպես հասարակություն այդ պահանջը իրանցից ներկայացնել։ Իսկ ընդդիմադիր падգամավորները ոչ թե թիրախավորված են մեր կողմից, այլ իրանցից մեր լեգիտիմ ակնկալիքը, որ իրանք պետքա սկսեն այդ գործընթացը, ավելի մեծ է պայմանավորված իրենցից տված խոստումները, որովհետև իրենք ընտրվելուց խոստացել են, որ այդ գործընթացը պիտի անեն։ Դրա համար իրենցից մեր ակնկալիքն ավելի շատ է, քան Ադրբեջանի մասը խոստացել է, որ Արցախը պիտի փրկեն։ Բայց այդ է էլի։ Հիմա ավելի իրատեսական չի տահանջել, որ նաև ընդդիմադիրները մանդատները բայդեն, հա սկսեն մի գործընթաց։ Հիմա մենք այս պահի դրությամբ, այսօրվա դրությամբ մենք ոչ թե ակնկալում ենք, որ ընդդիմադիր падգամավորները պետք է իրենց մանդատները վայր դնեն, այլ ակնկալում ենք, որ իրենք իրենց մանդատների, ֆունկցիաներից բխող գործողություններ անեն։ Հակառակ բարագայում, ինչ եք Բայց ջան, ձեր հարցը որտեղ դերեք հեսա Զարուհի ջան, ձեր հարցին եք պատասխան։ Հարցը հետևյալն է, որ մենք որ ասում ենք, բա ինչ իմաստ ունի, հայ իրականում տրամաբանական իմաստ չունի, եթե ոչ մի նախաձեռնություն չեն կարող անցկացնել։ Հետևաբար, եթե իրենք նույնիսկ ցեղասպանությունը ճանաչելու, չէ, հերքելը, ժխտելը դատապարտող նախագիծ չեն կարող անցկացնել, բայց նախաձեռնում չեն կարողանում։ Հետևաբար ինչ իմաստ ունի, առհասարակ impeachment-ի նախաձեռնա, հա։ Հիմա եթե պարզվի, որ նրանց որևէ նախաձեռնություն կյանքի չի կոչվում, ապա այո, այդ դեպքում իրենք կարող են նաև այդ որոշումը կայացնել, վայր դնել մանդատները, եթե իհարկե ունեն քաղաքական համոզմունք, որ իրենց փոխարինող են տեխնացուները, որոնք դեռ կան իրենց համամասնական ցուցակներում, նրանք չեն վերցնի մանդատները, այսինքն չի ստացվի այն դեպքը, ոնց որ եղել է 10 ընդդիմադիր падգամավորների պարագայում, ովքեր իրենց մանդատները վայր են դրել, չէ՞, մենք 10 դեպք ունենք, որ մանդատը վայր է դրել, ուրիշը դարել է падգամ։ Եթե կա այդպես քաղաքական որոշում, որ բոլոր падգամավորները եւ падգամավորների թիվը 107-ից իշնի, այսինքն 101-ից պակաս լինի, դա կարծում եմ խելամիտ որոշում կլինի, որովհետև դրանով ըստ էության մենք այլևս պարլամենտ չենք ունենա, իսկ եթե խորհրդանական երկրում չկա պարլամենտ, ուրեմն չի կարող լինել նաև կառավարություն։ Իսկ ըստ էության դա կլինի կառավարությանը ոչ լեգիտիմ։ Իրենցից հետո կգան Էդմոն Մարուկյանը, Մյուր Բաբաջանյանը։ Չէ, չեն կարող գան, որովհետև մանդատների բաշխումը կենտրոնական ընտրական Նամակի հեղինակը, որը ստորագրված է падգամավորներին, ես եմ որպես Հայաստանի քաղաքացի, բայց մենք այդ նախաձեռնությունը նամակը փոխանցում ենք Արթունեն քաղաքացիական շարժման անունից։ Այսինքն այդ հասարակական կազմակերպության անունից Դες գրանցված կազմակերպություն չկա, դա քաղաքացիական շարժում է, որը համախմբում է բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում են, որ անվստահություն հայտնելու միջոցով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից։ Ներեցեք Զարուհու հարցին պատասխանեմ։ Եթե չստացվի, ինչ եք անելու հաջորդի։ Եթե չստացվի, մենք բոլոր պատասխանները, որ ստանալու ենք, հանրությանը տեղեկացնելու ենք եւ իրավիճակից բխող քաղաքական հայտարարություններ եւ գործողություններ կնախաձեռնենք։ Հիմա մենք հանձնելու ենք բոլոր 100 Մոտից նկարեք Հիմա դուք 107 նամակները թող ցել եք արժե, որ հասնի յուրաքանչյուր падգամավորին, հանրապետի անունը։ Կարգը նախատեսված է, որ իրենք նախաձեռնեն impeachment։